Եվ այսօրով մեզից ավելի լավ նավ պատրաստի կստանա 1 միլիոն դրամ։ Այսօր յուրաքանչյուրս 15,000 դրամ բյուջեով պետք է գնի այնպիսի ապրանքներ, որոնցով կկարողանա պատրաստել ամենահզոր նավը։ Երկուսից նավերը փորձարկվելու են լճի վրա, ում նավը ավելի շատ ծանրություն պահեց եւ չխորտակվեց, կճանաչվի հաղթող։ Ես գտել եմ սուպեր պլան, որ ուղղակի մտնեմ, ուղղակի ոչնչացնեմ այսօր Արսենի նավը։ Այսօր այդ մենք գրավենք լիճը։ Ուրեմն Արսենը մտել է շինայում, դա նշանակում է ամեն ինչ պատրաստ է, որ Արսենը հաղթի։ Նավին ինչ կարապայի ջրից։ Պենոպլաստը, բրատ, պենոպլաստը, արի։ Ուրեմն ես որոշել եմ ինձ ինչա պետք, ես որոշել եմ, որ այս խողովակներից է պետք 4.5 մետրանոց, որովհետև հայր, եթե նավը ինքը ջրի վրա է ալնելու, հենց այս խողովակը իդեալական է իր համար լինելու, որ ինքը չսուզվի։ Ուղղակի հիմա հասկանալ է պետք։ Կարանալու եմ երկու ծայրից փակեմ, որ ինքը վակուում լինի ու ջուրը ներս չընկնի։ Պետք է sense ֆիզիկայի օրենքներին համապատասխան մի բան ստանանք։ Դրա համար 4.5 մետրանոց այս խողովակից։ Օր կալիա դաժե ներ բան անել, որ ինքը Պենոպլաստը ձեր որտեղ է, բարև ձեզ։ Եկա։ Պենոպլաստը օգտագործում ենք որպես հիմք, դրանից հետո արդեն մնացածը կմտածենք հեսա։ Կարևորը պենոպլաստն է։ Սենց բան է պետք 4 8-հատ, որ իրան վերև ներքև խցանում արել։ Ուրեմն ինձ էլ բացի դրանից է պետք է հայր նաև սկոչ կամ թել, չէ, թել, ավելավա թել, բայց ձկան թելը ավելի սենց ուժեղ կկապի իրան, որտեվ սկոչը ինձ թվում է ջրի տակ որ ընկնի, այդ կպչունությունը կկորի։ Եկեք ձկան թել ման գանք։ Օ, հեսա, տասանոցը չի կարա ջուրը պրոստը սկի ինքը, անհնար է։ Մենակ մի հատ հարց էլի կարանք էսի կտրենք կեսով։ Շո, ուրեմն 5250 ստեղ գնաց 9750 դրամ բյուջե ունենք։ Նայ, դրա կեսը մեկի վրա օգտագործում ենք որպես ներքև, հետո մի հատ լանցետ ենք անպայման վերցնում, կտրտում ենք, սարքում ենք կողքի բորտերը։ Հիմա ինչով է կպնում պենոպլաստը։ Դրա համար մենք կարող ենք ձեզ առաջարկել սեուսից, որը հենց նախատեսված է պենոպլաստի համար եւ դրա համար հատուկ դանակներ։ Արագ է կպնում էդի։ Այո, իհարկե արագ։ Շո։ Չեմ տեսա հաղորդին կյանքում ինժեներական գործում։ Իսկ ստե professional here, bro։ Տեսեք, ձկան թելը իրականում լինում է 01, 02, 6-անոց, որ հասությունն է հանրաժեշտ։ Ինչքան հաս լինի այդքան ավելի լավ չի։ Ինձ թվում է այո։ Սա ինձ հեշտ 1 միլիոն ես կյանքում չէի գրել։ Շո։ Մոտավորապես մենք ներքի վրա ծախսեցինք 2500 դրամ, պենոպլաստը 5 ու քանիս էր, ես կարամ ասեմ մի բան, հարութը շանս չունի, Սա ինձ հեշտ 1 միլիոն ես կյանքում չէի գրել։ Հե, հետաքրքիր է ինչա լինելու հետո։ Իսկ ինձ գիտես ինչա հետաքրքիր, թե ինչով ես դու զբաղվում ամռանը։ Դե բնականաբար տնից դուրս չես գալի։ Սպասում ես մինչև երեկոն ընկնի արևը կորի, որ շոկը չազդի քո էներգիայի վրա։ Ունեմ թույն առաջարկ, տունը կմնաս, շոկից կազատվես, համել կանցկացնես թույն ժամանակ։ Միացիր մեր Ռադմիրի թմին։ Ինչ է Ռադմիրը, դա նույն GTA-ին է, ուղղակի այստեղ սցենար չկա, այստեղ դու ես որոշում քոդերը, ով լինես, ինչ աշխատես, ինչ քշես եւ ում հետ անցնես այդ ճանապարհը։ Ռադմիրում հասանելի է ավելի քան 500 մեքենա, որը կարող ես ձևափոխել այնպես, ինչպես ցանկանում ես։ Վստահ եմ հետաքրքրեց։ Ես քեզ սպասում եմ 18-րդ սերվերում։ Խաղը կարող ես ձեռք բերել այն հղումով, որը գտնում է նկարիչությունների բաժնում, եւ նաեւ այդ հղումով գրանցվիր։ Նաեւ պարտադիր պրոմոկոդների բաժնում օգտագործիր Visa պրոմոկոդը, որը քեզ կտա ամենասկզբի համար բազում առավելություններ։ Ես քեզ սպասում եմ Ռադմիրում։ Հղումը ներքևում է։ Վերջ մենք հասանք մեր լոկացիա, այս այն պարագաները, ինչով ես ստեղծելու եմ իմ նավակը, որը կորտանելու է Արսենի նավակին։ Ես չգիտեմ ինքը ինչ է սարքելու, բայց չի կարա հաղթի մեր նավին։ Ովքեր հավատում են ինձ, մի հատ մեկնաբանությունում գրում եք հար ու սրտիկ։ Գիտեմ որ ինչ շատ եք սիրում, հատի չեք գրեք։ Հիմա այս ամենը պետք է իրար կպցնեմ, սիրուն կապեմ, ես ճիշտ ասած մի քիչ վատ եմ այդ գործընթացից, բայց վստահ եմ որ ինձ մոտ կստացվի։ Ուй, չէ արա։ Այս։ Մի Նայք, ուրեմն հենց հիմա կապում եմ այս իրան, Дорогой дневник, мне не подобрать слов, чтобы описать боль и унижение, которое я испытал сегодня. Ուրեմն մենք այստեղ ունենք երկու պենոպլաստ, մենք այստեղ ունենք ներք, մենք այստեղ ունենք գուաշ ներքի, ունենք կլե, որ պենոպլաստը ձիգ համրանա, որ հանկարծ փորձի քանդվել, ներկելու համար հարմարանք, լանցետ, որ կանանք պենոպլաստը կտրենք։ Սա մեր նավի հիմքն է, այսինքն ստեղ կառուցվելու է ամեն ինչ, որը պետք է ունենա բորտեր։ Բորտերը ո՞րն է, Սոժ ջան։ Պատահաբար ապրանքները որ դնենք, այս կողքերից բորտեր լինի, որ հանկարծ ապրանք չկարանա ընկնի դեպի ջուրը։
Օ, այս մեկ բորտ։ Մի բորտը կպնում է ստեղ։ Պետք է միանգամից կպցնենք, որ հասցնի այս կլեն չորանա, թե չէ որ չչորացավ կմնանք ստեղ։ Բախի չի գալ։ Օ։ Օրեսի կհասցնի չորանա սոս։ Դավայ, կպի։ Այս առաջինը կարացա, պետք է լտենց 4 հատիկ անել։ Իսկ հիմա դնում ենք զագլուշկաները։ Զագլուշկաները գիտեք ենք դնում, որ հանգարց մեջը չկարանա ջուր լցվի ու մեր նավը չսուզվի։ Ամենահեշտը էս էր։ Ռեզինը մոռացա հեր։ Ուրեմն մենք ունենք մեր առաջին բորտը, հիմա պատրաստում ենք երկրորդը։ Կարևորը գիտեք որն է, որ փրփուր որ լցնում ենք, որը հանդիսանում է կլե։ Ինքը ուռում է ու չի թողում ընդ անցքեր մնա, որ ջուրը լցվի խորտակի մեր նավը, հասկանում ես։ Պլյուս բարձրությունը 10 սանտիմետր է, ինչ ալիքներ բան պետք է լինի, որ խորտակի մեր նավը։ Այս երկու, որը ամրանում է ստեղ։ Կարևորը դու մեզ չքաշես, շուտ չորացի, որ կանանք մրցենք Հարութի դեմ ու հաղթենք Հարութին։ Հիմա վերցնում ենք հայր սկոչը։ Սկոչը ջրականն է, դա գլխավոր առավելությունը։ Առաջի դուբլը չստացվեց հայր։ Կարևորը չհանձնվելն է։ Ես վստահ եմ։ Մեր մոտ ստացվելու է։ Ախ, մոտս։ Մենակ պետք է ինքը կպնի, որ չկպավ քաշվում ենք։ Բայց ասա որ նավի ուժը նման է, չէ՞։ Մի տոննա քաշել կձգի։ Ահա, էս էլ ամրացրեցինք։ Այս նավի դեմ ոչ մի նավ ուղղակի շանս չունի։ Արա ոնց ասեմ, պայքարի հոտ դաժե չեմ առում։ Չգիտեմ ես իհարկե Հարութի մտքով ինչ անցել, ինչ անելու ընդ է, բայց ես գիտեմ, որ հաղթանակը կարա լինի ստեղ մի հոգու հաղթանակը ստե։ Մեկինը, իմը։ Օպերատորը հարցվեց, ես հավատում եմ իմ նավին, ես ասում ես իմ նավին ահավոր շատ եմ հավատում, որտեվ ուղղակի դուք սենց իրա տեսքի նայում եք ձեր խնդալը գալիս է, բայց իրա մեջ հոգի ա դրած։ Լեջի մակարդակը իջելա, պետքա ջուր ավելցնեմ։ Շվարկներում մեկ ոնց որ սխալվել եմ, բայց դա մեզ չի կանգարի։ Ուրեմն հիմա իմ նավակը պատրաստ է, որի անվանումը գիտես ինչ է։ Տիտան։ Կարա լիներ Տիտանիկ, բայց Տիտանիկ կասեք պլեջ են անում, դրա համար դրել ենք Տիտան։ Ինչա ներկայացնում իրանից Տիտան նավը։ Հզոր հիմք, հզոր բորտեր եւ հզոր տեր։ Ես եմ այդ հզոր տերը։ Իսկ մինչև կլենչորանը մենք կարող ենք անցնել ինչ իր արտաքին տեսքի բարելավմանը։ Արի ինքերս։ Հիմա ես չեմ բացատրի ձեզ ինչ եմ անում, որտեվ ես չգիտեմ։ Արցեն պատասխան ես տալու, նավը ես եմ խորտակելու։ Ինչ կարա անի Հարութը։ Հարութը ամենաշատը ձողիկներ վերցնի, կպցնի իրար, գցի ջուրը, ասի՝ «Օ, պամա»։ Սա թափակում ենք։ Այստեղինը вообще չի չորած։ Ուրեմն մեր նավը դե բնականաբար ամբողջովին որ սևանենք, սիրուն չի լինի։ Այսքանով կարանք թողենք ընդամենը մի դետալ է մեզ պետք։ Vizov TV. Էսիա քո նավը։ Ինչ կա նավից հետ։ Արեսի նավը։ Հա։ Էսի գիտեք ինչ անշակում, էսի հաղթանակն է։ Ուրեմն ինչպես տեսնում եք, ստեղ ունենք մենք լիքը շիշ։ Ամեն շիշը 6 լիտր է, 6 լիտրը դա նույն 6 կիլոգրամն է։ Մեր նավերը սուզում է ջուր, մեկ դնում ենք շշերը։ Ում նավը առաջինը խորտակվեց կամ ում նավի վրայից առաջին շիշը ընկավ դեպի ջուրը, նա պարտվում է։ Էս է նավ։ Յորորա համբալ։ Արա իջի։ Առաջին շշի պատրաստ ես։ Հա։ 3, 2, 1։ Արա։ Նայք նավից հեչ վեճը չի ապե։ Երկրորդ շշերը գնաց։ 3, 2, 1։ Օր չսուկես, խնդրում եմ։ Թոլը։ Ձգեց արա։ Դավա երրորդ շիշը գնաց, արի։ Անը խփում է նավդ։ Ի։ Դերսը կամ։ Արեցի հաղթանակար։
Գնաց օրա երթվա։ Արա նավ արեցիք նավա բնավորություն։ Արա ույսովա, արա նայ գնաց 4-ը, գնաց easy։ Մի վարքան չեմ մտածում դնում եմ պրոստը, հələ հաջա։ Չէ։ Այսի Արսեն վիզվի հաղթանակն է։ Ուրեմն ես նենց վստահ եմ իմ նավի վրա, որ պատրաստ եմ կանգնեմ նավիս վրա։ Մեկ։ Կայնատը։ 3, 2, պայքես, 1։ Արա ես նավ, արա։ Դավայ, կարող ես քշես, նայ, կարող ես։ Արա լավ, ապա հավասար Նայ, նայ, նայ։ տրուբեն։